Այս խնձորով կարկանդակը ուղղակի անմահական է ստացվում, այնպես որ անպայման դուք էլ պետք է պատրաստեք։ 1 կիլոգրամ ալյուրի մեջ ավելացնում ենք 1 թեյ գդալ սոդա, 1 թեյ գդալ վանիլին, 250 գրամ շաքարավազ ու 250 գրամ քերիչով անցկացրած կարագ։ Այնուհետև ձեռքով տրորում ենք վերածում փշրանքի։ Պետք է ստացվի համասեր զանգված, որից հետո ավելացնում ենք 500 գրամ մածուն, կոտրում 1 ձու ու հունցում փափուկ ձեռքերին մի փոքր կպչող խմոր։ Խմորը հունցելուց հետո ես մոտ 20 անգամ ուժեղ հարվածում եմ աշխատանքային մակերեսին։ Իդեպ ասեմ, այս գործողությունը ես կատարում եմ ցանկացած խմոր պատրաստելիս, խմորը շատ ավելի լավ է ստացվում։ Այժմ բաժանում ենք 3 հավասարաչափ մասի ու գնդում։ Ինձ մոտ 650 գրամանոց գնդեր են ստացվել։ Աշխատանքային մակերեսը նախապես պատում ենք ձեթով, խմորը գրտնակում ջեռոցի տապակի չափով ու տեղափոխում ջեռոցի տապակի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք ջեմ, ինձ մոտ խնձորի ջեմ է, դուք կարող եք ավելացնել ըստ ձեր ճաշակի կամ այն ինչ որ ունեք ձեռքի տակ։ Իսկ հիմա հարկավոր է խնձորը կեղևազրկել ու անցկացնել քերիչով։ Յուրաքանչյուր շերտի համար մեզ պետք է գալու 4 խնձոր։ Գրտնակում ենք երկրորդ գունդը ու նույնպես շերտ ավելացնում ջեմ ու խնձոր։ Նաև չմոռանամ նշել, որ 3 գնդերից մեկը նախապես հարկավոր է դնել սառցարան, այն պետք է լավ սառի, քանի որ երրորդ գունդը անցկացնելու ենք քերիչով։ Ես այս տեսակի քերիչով եմ անցկացնում, իսկ դուք կարող եք սովորական քերիչ օգտագործել։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց, թխելու ենք 200 աստիճանի տակ մինչ պատրաստ լինելը։ Թխվում է մոտավորապես 45-ից 50 րոպե։ Ջեռոցից դուրս բերելուց հետո վրան մի փոքր շաքարավազի փոշի ենք շաղ տալիս ու մեր անսահման համեղ պիրոգը պատրաստ է։ Կարող ենք վայելել։ Իհարկե թողում ենք մի փոքր սառչի, կտրատում ու մատուցում։ Սիրելիներս, վստահեցնում եմ, որ գոնե մեկ անգամ փորձեք պատրաստեք, կրկին եք պատրաստելու, շատ համեղ է ստացվում։ Խնձորի համով հոտով, նուրբ խմորով բերանում հալվող կարկանդակ է։ Դե ինչ, պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք, ու եթե պատրաստեք, կգրեք մեկնաբանություններում, հավանեցիք, թե ոչ։ Չմոռանաք սրտիկել, կիսվել այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան, այնպես որ անպայման բաժանորդագրվեք, որ հետագայում բաց չթողնեք իմ նոր հոլովակները։